Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք միացել եք երկրի թիվ 1 թոք-շոուին։ Երիտասարդական հանրակացարանի թիվ 315 սենյակն այսօր դարձել է կռվախնձոր Ջուլիետա Բալինյանի և Լյուդմիլա Լյունևայի միջև։ Երկու կողմերն էլ փորձում են ապացուցել, որ հենց իրենց է պատկանում բնակարանը։ Տարիներ շարունակ տևող կռիվներ, երկկողմանի մեղադրանքներ 12 քառակուսի մետր սենյակի համար։ Ով է բնակարանի իրական տերը, ով կհայտնվի 4 պատերից այն կողմ և ինչ ավարտ կունենա այս ամենը, կիմանաք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Իմ տունը քո տունը չէ, կիսաբաց լուսամուտներից ներս։ Հանրակացարանային 12 քառակուսիներն այսօր բառի բուն իմաստով թշնամիները ստիպված են կիսել միմյանց հետ։ Դիմավորում ենք մեր առաջին հյուրը տիկին Ջուլիետա Բալինյանն է։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես ինչպես հասակ դուք այս 12 քառակուսի մետրին։ Եկել եմ Տավուշի մարզի Գանձակար գյուղից։ Ահա։ Իմ ծննդավայրը այնտեղ է։ Ես փոքրուց միշտ տատիս մայրս եղել է Երևանից, միշտ կապ եմ ունեցել Երևանի հետ։ Եկել եմ տատի ինձ հստուն գնացա եկե, հետո երբ որ ավարտել եմ դպրոցս, 10-րդ դասան ավարտելուց հետո եկել եմ Երևան ու ընդունվել եմ դեղագործական ուսումնարանը։ Ես ապրում էի Վարչով, տնտեսական ծանր պայմաններից ելնելով դիմել եմ 88-ին ընդունվել եմ աշխատանքի լամպերի գործարանում։ Տնտեսական ծանր պայմաններից ելնելով դիմել եմ մեր տնօրինությանը լամպերի գործարանի եւ 94 թվականին ինձ հատկացել են 315 սենյակը, որ այդտեղ երբ որ ինձ հատկացրել Լյունևա Լյուդմիլան գոյություն չի ունեցել, ինքը ազատված է եղել աշխատանքից։ Քանի որ ինքը 92 թվին մտել է 315, եղել է հանրակացարան եւ 93 թվի հունիսի 16-ին ազատվել է աշխատանքից։ Ինչ պատճառով ես չգիտեմ այդ։ Շատ լավ։ 94 թվականին տիկին Լյուդմիլայի գնալուց հետո, աշխատանքի ազատվելուց հետո դուք գնում եք, բացում եք բնակարանը։ Այո, հատկացրել եմ։ Մուտք եք գործում ներս։ Կար բնակարանում մարդ։ Ոչ մեկ չկար։ Շատ լավ։ Երբ հարևանությամբ հայտնվեց տիկին Լյուդմիլան։ 97-ի վերջերին, ահա, 98-ի տենց սկզբին ինքը հայտնվեց։ Ոնց։ Ասեց ես դե բնակվել եմ այդ սենյակում, իմն է այդ սենյակը, ես էլ եմ դե բնակվել, ու այդ ընթացքում 98 թվին շենքը հանձնել էին թաղապետարանին, ես գնացի թաղապետի մոտ, թաղապետը ինձ ասաց, որ ինքը ժամանակավոր է բնակվում, քանի որ բոլորից սենյակներով պետք է ապահովենք։ Ես էլ որպես մեծ կին ասի թող բնակվի, միջև կտեղավորեն։ 12 քառակուսի մետր տարածքը դուք ստիպված եղաք կիսելու բացարձակ անծանոթ կնոջ հետ։ Հա, դե որ թաղապետը ինձ ասաց թող ժամանակավոր է մնալու, ես ասի ժամանակավոր կին է, թող բնակվի, միջև այդ հարցը կլուծեն։ Դե ես գիտեի, որ այդ սենյակի օրդերը իմ անունով է, սենյակի տերը ես եմ, հա ժամանակավոր ասի թող բնակվի, միջև իրան հատկացնեն։ Զուտ մարդկային, իմ մարդկային խիղճը։ Ինչպես սկսվեց ձեր տարօրինակ առօրյան։ Ինքը ազատված ժամանակ օրդերը ապօրինի ճանապարհով ձեռք է բերել, որ այդ սենյակին արդեն օրդեր տվել էին, ինձ էին տվել, աշխատողը ես եմ եղել, վճարումները իմ աշխատավարձից 12 քառակուսին իմ աշխատավարձից են վճարումները պահվել։ Ու ոնց է ձեռք բերել, ես չգիտեմ, ինչ ճանապարհով չգիտեմ։ Այդ ինքը կարող է ասել։ Երբ ձեր այսպես գտալը դարձավ կոնֆլիկտ արդեն, հա, դուք գտալով այդ կնոջը իրավիճակի մեջ մտնելով, հասկանալով, որ ձեր կինն է, ներս թողեցիք, մինչև կհատկացվեր նրա համար նաև սենյակը, ինչպես ձեզ ժամանակին թաղապետն է խոսք տվել։ Երբ դարձավ ձեր բարի կամքի դրսևորումը կռվի պատճառ։ Մենք երևի հենց սկզբից էլ այդքան խախանդ չենք ապրել, մի քիչ լարված էր։ Հետո նորը սկսեց ինքը իր որդուն էր բերում, գարեջուրը գալիս է տեսնում, գարեջուրը անկողնուց վրա լցված, ես ուզեցել եմ զանգահարեմ ոստիկանություն, իր թոռը մյուս օրը եկել ասել տիկին Ջուլիետա ոչինչ,
Այս անգամ մի բողոքի չեմ բողոքե։ Իսկ գարեջուրը ինչի էր ձեր անկոկ։ Չգիտեմ ես խել լցվում։ Չէ, մինչև ոստիկանություն գնալ գուցե հարցնեի գարեջուրը ինչի է իմ անկոկ։ Ինքը ասեց լավ արել է։ Իրա մայրը ասեց լավ արեին որդին, լթորնե վրեն գորած, ասма խես տենց բան ասում։ Լավ, առաջին կոնֆլիկտը գարեջրի պատճառով։ Հետո հիմա դուք Ու դրանից հետո ինքը հաճախակի չէր մնում։ Հաճախակի չէր մնում ինքը։ Ասենք գնում գալիս էր, հաճախակի չէր մնում, բայց այս վերջի տարիներին ինքը արդեն ինձանից սկսեց ասեց ինձ փոխտու ես գնամ, $3000 պահանջեց ինձանից, փոխտու գնամ։ Ես էլ ասի տուր դատարան, երբ որ իմանամ դու ճիշտ ես, ես քո $3000 կտամ ասի։ Դու ապօրինի եկել ես գրանցվել ես ու հիմա ինձանից փող ես ուզում։ Ու տենց արդեն կռիվները ու արդեն ամեն օր կռիվներ էր լինում, ոստիկանություն եմ կանչում, որպեսզի չթեժանա կռիվը, որ արդեն հասնի այն աստիճանի, որ ինքը հելնի ինձ բոքսով խփի, այդ տարիքի կինը ինձ խփում է։ Ու երևակայի որ կռիվանենք ինքը ինձ կծեցի կգցի։ Եկեք չհապաղենք փոքրիկ դադարից հետո Տիկին Լյուդմիլային կանչենք այստեղ եւ հասկանանք թե ով է այս պատմության մեջ Արտուր Աբրահամը։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Իմ տունը քո տունը չէ, հիշեցնում եմ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին, եթե ցանկություն ունեք օգնելու այն ընտանիքներին, որոնք դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն, կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանների ներքևի հատվածում։ Կամ էլ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգարեք +374 60 50 33 17։ Եվ այս պահին տաղավար եմ հրավիրում այս կոնֆլիկտի երկրորդ կողմին Տիկին Լյուդմիլա Լյունիևային։ Բարի երեկո, Լյուդմիլա, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նախապատմությունը հասկացանք, դուք ինչպես եք հայտնվել այս տանը։ Ով է ձեզ հատկացրել։ Вот этой женщиной живу. Ահա, ինչպես։ 93 թվականից դուք չեք աշխատում լամպերի գործարանում, ճիշտ է։ 93-ին աշխատանքից 20 лет я отработала на ламповом заводе. 93-ից մինչև 97 թվականները դուք դուրս եք եկել այս Да, հարակացանային вот сюда пришла в общежитие. Ահա։ Жила немножко одна, потом поселили мне еще одну женщину. Одна женщина ушла, пришла другая. Я немножко пожила одна. Потом она пришла. Դուք պնդում եք, որ դուք տանն եք եղել, երբ որ նա եկել է։ Но она после пришла. Դուք տանն եք եղել։ До этого она в моей комнате не жила.
94 թվականին, երբ Տիկինը եկել է, ասում է, որ տանը ոչ մեկ չի եղել. В каком году она пришла, это я не помню. Вот. Но у меня есть ордер 76-го года, у меня есть ордер. Вот так. Вот она из-за этого ордера воюет все время, что ей нужна моя жилплощадь, чтобы я ушла. Чтоб... Ինչ հիմքով եք ասում, ինքն էլ ասում է, որ իրենն էլ է տարածքը։ Դուք ինչպես եք օրինակ 12 քառակուսիների մեջ, հիմա այս երկու ծայրահեղ կանայք ինչպես են ապրում իրար հետ։ Ну, у нее половина, у меня половина. Платит она за свою половину, и за свою половину плачу я. За свет, за воду, за все мы платим по отдельности. Քիչ առաջ ինձ պատմում էր, որ դուք բոքսով հարվածել եք իրան։ Ну, в общем, у нас постоянная война бывает. Из-за этой жилплощади. Она хочет ее занять, меня выселить. Вот. Много всего. Милиция к нам приходила. Постоянно милиция. Вот она вызывает милицию. Милиция приходит. Что у вас случилось? Вот она живет на моей площади. Я хочу, чтобы она ушла, а я осталась одна. Դուք իրեն հարվածել եք։ Вот она постоянно такие вещи делает. Провоцирует. Ինքն է ձեզ հարվածում։ Она провоцирует меня и постоянно драки устраивает. Постоянно все, что хочешь, мне говорит всякие гадости. И драки поднимает, и милицию вызывает. Մեղավորն ինքն է։ Она, да. Գարեջրի պատմությունը, հա, օրինակի համար եմ բերում, որ ձեր որդին գարեջրի շիշը։ Я не знаю, что вам ответить. Այո, եղել է կամ չէ, չի եղել։ Я вас прошу. Пожалуйста, я хочу ей оставить эту площадь, пусть она живет. Если есть возможность, помогите мне, чтобы я куда-то ушла от нее. Все, больше я ничего не хочу. Ուր եք ուզում գնալ։ Ну, продавать жилплощадь эту никто ее не купит, во-первых. Во-вторых, она мне деньги не дает, и я ей деньги не дам, чтобы мы разошлись. Так и живем. Война каждый день. Вот вся история. Вся история. Ես սպասում եմ ձեր Вся история. 97 թվին, երբ որ օրդեր ձեռք բերեցիք եւ У меня ордер настоящий, не поддельный никакой. Իմ աշխատանքի հիման վրա քեզ օրդեր տվեցի տիկին։ Мне, я этот ордер сама не писала, я жила, мне дали. Жалко, что тебе не дали. Լամպերի գործանը իմ աշխատաբարձից վճարումները ընդհանուր 12 ինձանից էր պահում օրդերը քեզ տվի 12 քառակուսին ու դրին քո ձեռը, հա։ Ордер мне давал завком. Завком дал, а Жанна мне дала. Жанна писал, հա, դու ինձ ասել ես։ Жанна не писала, завком писали, Жанна дала. Իմ աշխատանքը քո վրա գրել։ Իրավունք ուներ Жанնանը տենց բան աներ։ А какая разница в ордере? Я вот не понимаю, какая разница в ордере? Мы живем уже сколько... Мы живем почти что 20 лет с тобой. Если у тебя ордер нету, ты живешь. А я живу с ордером. Какая разница? 97 թվին դու աշխատում ես երրորդ մանկական հիվանդանոցում, ոչ թե լամպերի գործարանում։ Ես էի что, լամպերում աշխատում։ Իմ աշխատավարձից վճարումները ես пահում էին օրդերը։ Я отработала на заводе 20 лет, в больнице у Баблояна 14 лет отработала, а ты всего 5 лет отработала, и больше ты не работала нигде. Да. Ты где ты работаешь? Ты нигде не работаешь, только ходишь, жалуешься. Ես 12 տարի եմ աշխատել։ Այդ մի սուտ։ Դուք հիմա մի հատ 12 քառակուսի տուն եք կիսում, արդեն տասնյակ տարիներ։ Ես հասկանում եմ մոտավորապես այդտեղ ինչ է կատարվում։ Հերոստատիտողը կադրից դուրս շատ բան չտեսավ մեր անձնական շփման ընթացքում, բայց ես մոտավորապես հասկանում եմ, թե ինչ վիճակի կարող է հասցնել այս տաղավարում ներկա կանանցից յուրաքանչյուրը մյուսին։ Она всецело делает так, чтобы мне было плохо. Даже она всем людям говорит, что я сделаю так, чтобы она умерла. Вот такие вещи она говорит. Сделаю так, чтобы она умерла. Буду всякие вещи делать плохо, чтобы она ушла из жизни. Տիկին Լյուդմիլա, որքան դուք եք վստահ, որ այդ 12 քառակուսիները Вот она все делает, чтобы мне было плохо. Լյուդմիլա, դուք եք ասում, դու առաջինը դու պետք է մեռնես, նոր ես։ Вот мы не знаем, кто умрет, но ты так говоришь. Ես քո որդու տարիքին եմ, բայց դու ինձ մահ ես ցանկանում։
Ես այնքան խղճով մարդ եմ, որ դու քեզ նորմալ պահեիր, որպես ես ծնող քեզ Знаешь, կհարգեի что ու ты нормально жить не можешь, а я живу нормально. Վրեդնի ես, որ քո տղեն է եկել հարցակվել ծեծել, Я сколько терплю тебя. Քո որդին եւ ինձ Я սենյակի сколько մեջ սպաներ։ терплю, молчу, а ты не можешь это терпеть, слушать, что я молчу, Դու մի и հատ լավ начинаешь բան игнорировать արել ես, меня. որ հիշեմ, ասեմ, այս կինը մի հատ լավ բան արել է։ Միշտ Я, в վատ общем, ես ничего արել, не... միշտ վատ Я ես хочу, արել։ чтобы мне помогли. Не могу я жить с ней. Она ужасный человек. Ռուսը Հայաստանում եկել է հային իր տնից Страшный անում է։ человек. Լավ, ինչ է տեղի ունենում ձեր տանը, Տիկին Ջուլիա, կենցաղային մակարդակով։ Ես հասկանում եմ, որ Ես դու այս ասենք գիշերվա Я ժամը 85 лет 12-ին մի հատ прожила на կոշիկներ свете. ունի։ Такую женщину я еще не встречала. Я не видела такую женщину. Ես քո նմանը նի վիդելա։ Ես քո նման вообще չեմ տեսել։ Ասեմ 11 թվին սեպտեմբեր ամսին իր թորը եկավ, թե եկեք սեփականաշնորհենք սենյակը, որպեսի ասեց, այս հանրակացանը քանդելու են, երկուստե սենյակ են հատկացնելու։ Ես էլ ասի ոչ, ասի, ես չեմ կարող սեփականացնել օտար մարդու հետ, ես խի սեփականացնեմ։ Ու սեփականատներն էլ լինի իր տատը։ Ես էլ որպես երևի չգիտեմ ոնց պետք է ապրեմ։ Ես չհամաձայնվեցի, իր թորը ասեց, լավ, չես համաձայնում, ես կտամ դատարան ու քեզ տնից կհանեմ։ Ու 11 թվի սեպտեմբերին ինքը տվեց դատարան եւ դատական նիստը նշանակեցին նոյեմբերի 21-ին։ Երբ որ նշանակեցին դատական նիստը, ես ոչ մի փաստաթուղթ չունեի այդ ժամանակ։ Ընկել եմ արխիվները, ես իմ ինչ, ինձ ոչ մի փաստաթուղթ լամպերից գնացել եմ ազգային արխիվ, ոչ մի փաստաթուղթ չեն հատկացրել։ Տիկին Ջուլիա, դուք պնդում եք, որ դուք ունեցել եք եւս օրդեր, ինչը որը տանից կորել է։ Այո, սենյակի մեջ կորել է իմ օրդերը։ Ու այդ օրդերի հիմքով են ինձ։ Ենթադրություններ ունեք, թե ինչպես է կորել օրդերը տանից։ Ես չեմ կարա ենթադրեմ ոնց, բայց ինձ թվում է իր ձեռով է դա գնացել։ Որտեւ իմ օրդերը կորելուց հետո ինքը սկսեց ավելի կռիվներ անել ու տվեց դատարան։ Իսկ իրար վատություններ եք, հա, անում անընդհատ Ինքը կենցաղային ասենք, կյանքում։ գիտես ինչ, կենցաղային հարցով ինքը իմ վեդրոներն է ջարդել, ես էլ եկել եմ որ տեսել եմ իմ վեդրոները ջարդելը, ես էլ Իրանն եմ արել, ինձ ինչ կեղտոտ կին ես դու, ասի լավ բան արա, լավ բան ստացի, ասի։ Какой привет, такой ответ, ասի լավ բան արա, լավ բան Вы ստացի։ знаете, Կարևորը ռուսերեն եք սովորել այս ընթացքում։ Ես անկեղծ ասած փորձում եմ որոշակի հումորով վերաբերել ձեր ինֆորմացիային, մանավանդ երբ իմացա, որ դուք իրար ինադու, ներողություն, լսեք ինֆորմացիան, իրար ինադու բարձրագրում կոշիկներ են հագնում տանը։ Հա, այո, ճիշտ եք լսել։ Ճիշտ եք լսել։ Այո, Տիկին Լյուդմիլա, լսում եմ если ձեզ։ из всего Угишева сказанного жама ею, Мэки. половина вранья. Она хорошая врушка и хороший аферист. Շատ լավ, հիմա դուք ինչ Շատ ճշմարտությունը ասեք։ Шат аферист. Ասեք ինչ ճշմարտությունը, ինչ է տեղի ունենում։ Шат аферист. Она много мне вещей портила, ломала, воровала. Даже, ну это мелочи, конечно. И картошку у меня воровала, и тарелки, Картошку. десертные тарелки 6 штук украла, потом кипятильник украла. Это все мелочи, но все-таки это было сделано. И каждый день она может, что хочешь, всякие гадости на меня говорить, всякими словами, и кухард, и еще, ну, есть что гадкие слова, это все на меня. А еще главное, говорит, гна свой Русостан. Ты что здесь делаешь? Гна свой Русостан. В первую очередь это мои эти такие слова. Гна свой Русостан. Почему? У нас армян очень много в России живет. А я здесь, может быть, 10 человек русских живет. Гна свой Русостан. А я живу с 51 года в Армении. Еще ее на свет, она на свет не появилась. А я живу с 51 Հիմա года դուք здесь. իրար երկուսդ էլ սեփական բնակավայրեր եք ուղարկում, դուք ուղարկում եք Ну, в նրանից։ общем, եւ я ничего не Игнат, хочу. Игнат, Помогите. Иджевану априм. Помогите, чтобы нам Շատ было լավ։ лучше. Ներողություն, եթե 12 քառակուսին դեռևս པարզ չէ ումն է, դուք ասում են նույնիսկ հյուրեր չեք կարողանում տանը ընդունել, որովհետեւ հազիվ տեղավորվում եք այդ 12 քառակուսիում։ Она даже первая сама начинает драки устраивать. Всякие вещи она делает. Я даже другой раз боюсь. Я ее другой раз боюсь. Я боюсь ее. Это не человек, это Վրաջ, фашист ոչ մի какой-то. հարևան, ոչ Это իմ фашист. հարազատ քույրը Настоящий. իրավունք չունի մտնի սենյակ Настоящий մի բաժակ фашист. սուրճ խմելու, կռիվ է սարքում։ Ասա իմ մոտ ոչ մեկ չի գալի, քո մոտ է պետք է չգա։
У меня телевизор, знаете, где телевизор стоит? В шкафу. Если у меня телевизор днем включен, подожди, я скажу. Твой телевизор мне не нужен. Ձեր նուր է։ Բայմը որտեղ է։ Տիկին Ջուլիա, ձեր հեռուստացույցը որտեղ Իմը է։ ես ջարդել էր, խազել էր քաշել, սենյակից տարել շպրտել եմ։ Ты вообще Ես всё առաջարկում եմ говоришь, Տիկին Ջուլիա ձեր քրոջը հրավիրել այստեղ, ով երբեք ձեր տուն չի կարողանում հյուր գալ, պարզ Այո, հասկանալի որովհետև Я պատճառով։ телевизор купила. Ջեմա Բալինյանն է գալիս կիսաբաց լուսամուտներ դիմավորել։ Բարի երեկո Տիկին Ջեմա, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ 1000-ից 1 ասում են փորձում եք գալ տեսության քրոջը, դա էլ չի ստացվում։ Այո, մենք չենք կարողանում, Ինչու։ որովհետև կռիվ է անում, ամբողջ օրը։ Կռիվների մեջ է այս խեղճ աղջիկը։ Ես է վախենում եմ, որ մտնեմ այդ տունը իմ հետ է կռվի։ Մի երկու անգամ մտել եմ միլիցիան, թաղայինն է այնտեղ եղել։ Լավ, եղել։ Ասма դու գնա Վարչով ապրի, աղջիկ ջան, մեղք ես, մեղք։ Ոստիկանները հրաճան հիշեցի, ոստիկանները ինձ գիշերվա ժամը 1-ին, երբ որ ինքը ինձ բոքսեց, ես զանգեցի ոստիկանություն։ Հա, զանգեցի ոստիկանություն։ Հա, բոքսել է։ Այսինքն բոքսել։ Հրաճ, այսինքն բոքսով սենց խփելա մեջքիս։ Ես այդ պահին ասի կարող ես իրան խփեմ, ես շարի մեջ ընկնեմ։ Զանգել եմ ոստիկանություն, ոստիկանները 2 հատ ջահել տղա են եկել։ Ասին, այնց ոստիկանների պագոները ինքը պոկում էր այդ պահին։ Հա, ասма, եսի մի ինչ դուք ոչ մի բան քֆուրով էր խոսում։ Ասма դուք ոչ մի եսի մի ինչ չեք անում քֆուրով, ու այդ ոստիկանները որ տեսան իր այդ պահվածքը, ասին տիկին, մենք խնդրում ենք Ջուլիետա, աղաչում ենք այսօր սենյակում չքնես։ Քո կյանքը կարող է վտանգի տակ լինի, դու չքնես այսօր։ Ու ես գնացել եմ հարևանուհուս Լիլիթի սենյակում եմ գիշերը քնել։ Լավ, առաջին դեմքով եկեք լսենք նաև հարևանուհուն Տիկին Մարինեին Մինասյան, նա ինչ է պատմում հարևանների այս կոնֆլիկտից դիմավորեք։ Это Марина живет с одной женщиной, у нее с этой женщиной война бывает, такая же, как у нас. И вот она ее пригласила. Հիմա կլսենք, տեսնենք ինչ է եղել դիմավորեք։ Марина, о, Господи. Բարի երեկո Տիկին Մարինե։ Դուք եթե միակ ականատեսն եք այն ամենի, ինչ տեղի է ունենում տարիներ շարունակ արդեն այս տանը։ Я извиняюсь, эта Марина меня вообще-то не знает. Я ее вот так вижу только, а знаете, она меня не знает, и я ее не знаю. Հիմա տեսնենք թե ձեզ ինչքանով Տիկին Մարինեն գիտի։ Ես միշտ ականատես եմ եղել, միշտ է վեճեր եղել, չեմ կարող ասեմ, թե գիշերվա ժամը 12-ին բանա, միլիցիայի մեքենաների ահազանգով բան, միշտ է լսել ենք, որ միշտ է այդ սենյակում, միշտ է ոստիկանության Ինչն է պատճառը կռիվների։ Հասկանալի է գլխավոր պատճառը օրդերն է եւ տան քառակուսիները։ Մի մանրուկից հնարավոր է այդ վեճերը լինի, որովհետեւ եթե մեկը մեկին չեն հանդուրժում, դա բնական բան է, որ մեկը մեկին չհանդուրժում։ Չեք փորձել միջամտել, հասկանալ իրավիճակը շտկել, որևէ կերպ օգնել նրանց։ Միջամտելը այնա, որ գիտեք ինչ, տարիքի մեծ բան էլ կա, որ այդ տարիքն էլ նշանակությունն է, որ նա տարիքով շատ ահավոր մեծ է, ինքը ջահել է, թեկուզ եւ խանդնա, նախանձնա, թե ինչն է պատճառը, որ նա չի կարող հաշտել։ Տիկին Լյուդմիլա, ինչի եք պնդում, որ Մարինային ստանը նույն վիճակն է։ Люди говорят, что вот она живет так, как мы живем. Живет с этой Люсиной, дворник у нас работает. И вот она с этой Люсиной живет. И тоже такая же проблема, как у нас. Փոքրիկ դադարից հետո մենք վերադառնում ենք տաղավար եւ հասկանում, թե ինչպես է ավարտում ճակերտների մեջ ռուս-հայկական պատերազմը հանրակացարանում։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։
փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Իմ տունը քո տունը չէ, ռուս-հայկական հանրակացարանային պատերազմը մեր եթերում, ծանոթացեք թեմային։ Երիտասարդական հանրակացարանի թիվ 315 սենյակն այսօր դարձել է կռվախնձոր Ջուլիետա Բալինյանի եւ Լյուդմիլա Լյունևայի միջև։ Երկու կողմերն էլ փորձում են ապացուցել, որ հենց իրենց է պատկանում բնակարանը։ Տարիներ շարունակ տևող կռիվներ, երկկողմանի մեղադրանքներ 12 քառակուսի մետր սենյակի համար։ Ով է բնակարանի իրական տերը, ով կհայտնվի 4 պատերից այն կողմ եւ ինչ ավարտ կունենա այս ամենը, կիմանաք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Իմ տունը քո տունը չէ, կիսաբաց լուսամուտներից ներս։ Ես հասկանում եմ, որ դուք փոխադարձ մեղադրանքներ իրար կասեք, մեկը բոքսեց, մյուսը հարվածեց, մեկը անպատվեց, մյուսը կարտոֆիլը գողացավ, մյուսը ջեռոցը եւ այլն, մյուսը վնասեց հեռուստացույցը։ Այսպես անվերջ դուք կարող եք իրար վիրավորել։ Ձեր տարբերակը ո՞րն է այս հարցի լուծման։ Я не могу ничего предложить. Или жить спокойно, или не знаю. Դուք պատրաստ եք հանգիստ ապրելուն։ Ինքը միջև $3000 չտամ, պատրաստ չի հանգիստ ապրել։ Я не хочу ни 10 тысяч, ни 300 Ну, тысяч. Саша, Я ничего от тебя не хочу. хочу. Я хочу жить спокойно. Пусть мне... Դու միշտ $3000 Если люди помогают, пусть они Եկեք նայենք помогут մեր что-нибудь նայեք устроить. էկրանին, թե ինչ Я էր очень կատարվում прошу. մեր նկարանումների ժամանակ այդ 12 քառակուսիում։ У тебя есть дом выживания, иди туда и живи. Все равно ты здесь нигде не работаешь. У тебя работы нет. տղա ունես, թոռ ունես, աղջիկ ունես, գնանդ է ապրի։ Դու քիչ ես գնում ապրում։ Տվի դատարան։ $3000 давай я уйду. Ինչքան ես ուզում, լսեք, ինչքան ես ուզում, թող իրանք լսեք, 3000 ես ուզում դու։ Алло. Այո։ Ты хочешь комнату получить? Она стоит больше 6 тысяч. 3000 давай, я уйду. Հիմա էլ եք հրաժարվում 3000-ից։ Ну, я говорила то, что могла, то, что нужно было. Եթե ես հիմա օրինակ կողմերից յուրաքանչյուրին առաջարկեմ $3000 ու լքեք տարածքը, լքելու եք։ Я не хочу никаких $300. Мне надо жить. Мне надо угол. Понятно? Вот что ты меня к сыну посылаешь? У сына есть семья. У сына есть сын. Ես որ աղջիկա սենյակի վրա ես, աչքը դրել էտել տամ քեզ։
Դու այդ մարդն ես, այդ Если ես, ты говоришь, что я твоих сестер не пускаю, они приходили, я потому сказала, что пусть сестры твои не ходят сюда. Ты мне телевизор не разрешила включать, а я сказала, пусть твои сестры не ходят. Ամբարոյականի սենյակից վտարեք ասելա, որ իմ մայրը հանգիստ ապրի, Գերմանիայից զանգի թաղայինին, Это не твое дело, что у меня дочка в Германии. Пусть она живет в Германии, а ты про мою дочку гадости всякие говоришь, что ее не знаешь. Այն աղջիկը ամբարոյական չի։ У тебя есть в Иване дом, иди там и живи. Вот. Вот что я тунна. Это меня не волнует. Ахпор это вас на четверых. Вас дом на четверых делят. А у меня делить нечего. У меня я здесь живу, я здесь прописана. Բայց դուք իրար արժեք ոչ մեկը մյուսից հետ չի մնում։ Մեկն արեց, մյուսը Да, կպատասխանի։ мы очень сильно скандалим. Но всегда скандалы начинает она, потому что ей нужна эта комната. Все, из-за этой Բայց комнаты ձեզ ինչ է весь պետք, ссор նույնը ձեզ է պետք, поднимается. ճիշտ է։ $3000 կռիվն է էլի գնում։ Դու $3000 ես ուզում կռիվ ես անում, դու գնացել ես թաղապետի Да, մոտ։ я говорила. Գնացել Я ես говорила, но թաղապետարան, теперь я թաղապետի не մոտ хочу ասել ես ես никаких կմեռնեմ, $300. սենյակը Не կմնա։ хочу $300. Չես Не ասել надо мне. թաղապետի մոտ չես գնացել բողոքել։ Ես ուզում եք մեռնեմ, սենյակը իրան մնա, թող իմ 3000-ը տա գնամ։ Չես գնացել թաղապետի մոտ։ Վայ։ Դուք հանգիստ քնում եք տանը։ Ես օրինակ շատ վախենալով եմ քնում։ Կարող եմ մի օր Ես գիշերից ամբողջ գիշեր չեմ քնում։ Ազնվության։ Իմ քուրս է, չէ։ Ես չեմ կարողանում։ Երկու օտար անձանց մեկ սենյակում բնակեցելը ճիշտ է հրաչ։ Ասում եմ, Թաղապետարան հետողության ոչ մի Գիտեք ինչ, շարժ օտարել կա, օտարել կա, որովհետև ձեզ три դեպքում сестры, ծայրահեղություն է жить-то ուղղակի։ негде. И вот Ես им надо խնդրում եմ эта իմ комната օրդերը моя. առաջին И երթին, они իմ хотят օրդերը меня վերականգնել, выселить. որ Им իր надо օրդերը это շեղյալ жилплощадь, անեն։ понимаете? Ես հոգեբանների օգնության կարիք ունեմ ու եթե անկեղծ լինեմ, ինձ օգնության կարիք կա այս դեպքում, ոչ թե ձեզ։ Սիրիանուշ Արկադի լսում եմ ձեզ։ Երբևիցե փորձել եք միմյանց ինչ որ հարցում զիջել։ Կեն ցաղային, ասենք մեկը մի բան ջարդի, մյուսը տեղը չջարդի։ Տիկին Ջուլետա եղել է ինչ որ մի ընթարում, որտեղ ինչ որ մեկը զիջել է, կոնե մի անգամ։ Ես միշտ էլ որպես մեծքին զիջել եմ, բայց տեսել եմ, որ չէ, որդուն է բերում ին վրա, ես իմ ինչեր անում։ Բայց միշտ զիջել եմ։ խփել։ Ոստիկանների ներկայությամբ իր որդին ինձ Դե խփել է, պատկերացրեք ոստիկանների ախր։ ներկայությամբ։ Իսկ Ոստիկանները ինչ որ երբևիցե չնայած իրավաբանները կհարցնեն, գործ հարուցվել է ինչ որ մեկի նկատմամբ։ Ոչ մի հարց էլ չեն լուծում ոստիկանները, ասում են տուր դատարան, իր օրդերը չեղյալ անի, սեփականացրու սենյակը։ Իր օրդերը ապօրինի է, սաղ ստուգվել է։ Ոստիկանություն եմ ես им փաստաթղթերը ուղարկել։ Мы сколько живем, приходили, просили, чтобы мы приватизации делали. Я иду, а она не хочет. Это она в свою пользу не хочет делать, потому Մի что... հատ հարևանի թողում ես իմ սենյակում սուրճ գա խմի։ Մի հատ հարևան իմ սենյակ մտած կա, այսքան տա։ Ասես ես չեմ սիրում, իմ մոտ չեն գալի, քո մոտ է թող չգան։ Տիկին Լյուդմիլա, այս ամեն ինչի մեղավորն ով է։ Այս 10-20 տարի ինչ որ այս պատմությունը շարունակվում է, ով է մեղավոր։ Դուք ում եք մեղադրում դրան։ Ես մեղավորը համարում եմ օրդեր տվողին, ով որ իրան օրդեր ա տվել ու սենյակից վրա գրանցել է։ Ես այս ամբողջ ընթացքում զարմացած նայում եմ ու ցավ եմ ապրում։ Հոգեբան լինելը դրած մի կողմ, որովհետև մարդիկ իրանց կյանքը վատնում են իրար մի սուտելու վրա։ Փոխանակ հասկանամ, որ այս պարագայում հա մեղքը դնենք պետության վրա, դնենք այն մարդկանց վրա, որ երկուսին էլ հավասարազոր օրդերներ են հատկացրել տարբեր թվականների, բայց դեպքը պատահել է։ Իրավաբանորեն որքանով ճիշտ կլինի լուծել, փոխանակ նստեն միասին որոշում կայացնեն, իրար հայհոյում են, կոպիտ ասած։ Ես միշտ էլ իրան առաջարկել եմ։ Երկուստեք պետք է նստել եւ խոսել։ Երկուսիդ է վերաբերվում։ Թաղապետարան ենք դիմել, ասել ենք մեր սենյակը։ Թաղապետարանը չի ապրում այս մարդկանց կյանքով, այս մարդիկ են ապրում այդ մի հարկի տակ եւ ստիպված են գերել այդ հարկը Աստված գիտի թե քանի Թաղապետարանը իրավունք ունի այդ երկու օտար անձած մի սենյակում գլուխը բռնած փախնում է, որովհետև հնարավոր չէ կանանց ռուս եւ հայ կանանց կոնֆլիկտի մեջ որոշակի հարցեր լուծել։ Փոքրիկ դադար, որից հետո մենք կվերադառնանք Կիսաբաց լուսամուտների տաղավար, փորձելու հասկանալ, թե իրավական դաշտում այս կանանցից յուրաքանչյուրը իրավական ինչ ցանկություններ եւ հնարավորություններ ունի։
Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երիտասարդական հանրակացարանի թիվ 315 սենյակն այսօր դարձել է կռվախնձոր Ջուլիետա Բալինյանի եւ Լյուդմիլա Լյունևայի միջև։ Երկու կողմերն էլ փորձում են ապացուցել, որ հենց իրենց է պատկանում բնակարանը։ Տարիներ շարունակ տևող կռիվներ, երկկողմանի մեղադրանքներ 12 քառակուսի մետր սենյակի համար։ Ով է բնակարանի իրական տերը, ով կհայտնվի 4 պատերից այն կողմ եւ ինչ ավարտ կունենա այս ամենը, կիմանաք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Իմ տունը քո տունը չէ։ Կիսաբաց լուսամուտներից ներս։ Բարի երեկո, եթե նոր եք միացել Կիսաբաց լուսամուտներին, մենք վերադառնում ենք հիշեցնելով ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում։ Կամ էլ զանգահարեք թեժգից, եթե ունեք նյութական օգնություն։ +374 60 50 33 17։ Վերադառնալով միանգամից խոսք ուզում եմ տալ մեր այսօրվա մասնագետներին, իրավաբան փաստաբաններին, Սահակյան, Եգանյան, լսում եմ ձեզ, որովհետև այլ տարբերակ, բացի ձեզ լսելուց եւ օրինական դաշտում հասկանալուց, թե ինչ կարող են անել այս կանայք մեկը մյուսի դեմ։ Տարբերակ չկա, որ հիշալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք պետական գրանցում որպես այսպես ինչ կա։ Ինչ վերաբերում է, եթե մեկը ունի օրդեր, ցեզանից մեկը չունի, դա դեռ չի նշանակում, որ մեկը մյուսի հանդեպ ունի ավելի շատ, ավելի մեծ իրավունք։ Դուք ունեք հավասար իրավունք, ունեք բնակելի տարածության իրավունք, երկուսով հաշվառված եք։ Սրա խնդրի լուծումը բացառապես պետք է կատարվի։ Նախ պիտի տեսնենք ում հաշվեկշռում է հիշյալ բնակարանը։ Դուք նշեցիք Անդադ Թաղապետարան, վստահ եմ, որ վարչական շրջանի բալանսում է գտնվում։ Այս խնդրի լուծումը, կարգավորումը կարող է կատարվել միայն բնակարանում բնակվող եւ հաշվառվող անձանց համատեղ դիմումի հիման վրա եւ խոսել, որ մեկը մյուսի նկատմամբ ունի առավելություն, ինչ է Տիկին Լյուդմիլային 97 թվականին տրվել է օրդեր, մյուսին ոչ, դա իսպար բացակայում է։ Երկուսով ունեն հավասար իրավունքներ եւ հիշալ փաստի կապակցությամբ սեփականության իրավունք առկա չէ։ Ինչ վերաբերվում է ներողություն, ինչ վերաբերվում է որ դատարան են տրվել, այո, դատարան տրվել է Տիկին Լյուդմիլայի կողմից 2011 թվականին։ Ուղղակի այնտեղ հայցվորը հրաժարվել է հայցից, քանի որ պահանջ եղել է սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնել, մենք գիտենք այդպիսի պահանջ կարող է դնել միայն սեփականատերը, իսկ սույն գործում սեփականատեր բացակայում է Հրաշչյան։ Պարոն Եգանյան,
Ես ավելի խստացնեմ իրավիճակը եւ ավելի մուքացնեմ գույները։ Ի տարբերություն իմ գոլեգայի, ես ասում եմ, որ դուք որևէ մեկը որևէ իրավունք այդ տարածքի նկատմամբ չունեք։ Օրդեր ասվածը դա արդեն շատ վաղուց, այսպես ասած սովետական միության ժամանակահատվածից մնացած փաստաթղթային ձևակերպում է, որը այսօրվա Հայաստանի Հանրապետության իրավական դաշտում նման տերմինոլոգիա գոյություն չունի։ Տվյալ դեպքում ես հաշվի առնելով իրավիճակը եւ իրավական կարգավորումը, սա կարգավորման առարկան միայն ու միայն սեփականատիրոջ ձեռքին է։ Եթե դա իմ գոլեգայի հետ համաձայն եմ գտնվում է Երևան համայնքի հաշվեկշռում, Երևանի համայնքի ղեկավարի իրավասությունն է, եթե գերատեսչական հաշվեկշռում է գերատեսչության տվյալ դեպքում կոնկրետ գերատեսչության իրավասության շրջանակներում, բայց սա լուծում չէ։ Ես հաշվի առնելով ձեր իրավիճակը, ես գտնում եմ, որ սեփականության իրավունքի ձևակերպումը ավելի կբարդացնի իրավիճակը։ Այսօր եթե սեփականատերը հաշվի առնելով երկուսի այս անհաշտ իրավիճակը եւ ըստ էության իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի անմխիթար վիճակը, որ չի պահպանվում, կարող է երկուսին էլ ուղղակի վտարի տարածքից եւ ինքը լուծի որևէ մեկին սեփականության փոխանցելու խնդիրը։ Բայց դա էլի կրկնում եմ, դուք այսօր որևէ իրավունք չունեք եւ որևէ մեկը պահանջելու որևէ գումար, շատ հետաքրքիր է, հայտարարում եք $3000, ում սեփականության հաշվին եք դուք սակարկում ընդհանրապես գումարային հարցերը։ 1. Երկրորդը, սա պարզ օրինակով բերեմ, ես ունեմ սեփականություն, տվել եմ 2 վարձակալի, երկուսով կռիվ են անում ինչ-որ իրավունքի վերաբերյալ։ Ինչ պետք է անեմ, որպես սեփականատեր երկուսին վտարելու եմ։ Ճակատագիրը ես եմ որոշելու։ Տվյալ դեպքում որևէ իրավունք չունեք եւ միայն թաղապետը կարող է այս հարցը լուծել։ Շատ տարօրինակ եւ զարմանալի, որ մինչեւ օրս այդ ծայրահեղ, բայց տեղին որոշումը կայացված չէ եւ երկուսին էլ ներողություն արտահայտությանս, բայց համապատասխան վայրեր ուղարկված չէ։ Հրաց ջան, նշեմ, որ ես նշեցի իրավունքի մասով, բնականաբար իրանք իրավունք ունեն իմ եւ քո նկատմամբ, Հայկ ջան, որովհետեւ իրանք հաշվառված են եւ ապրում են։ Ես խոսում եմ ընդհանուր նախապատվությանը մյուսների նկատմամբ։ Իրանք հաշվառված են եւ ապրում են։ Եվ վարչական շրջանի ղեկավարը, եթե որոշում կայացնի, բնականաբար ոչ ինձ է տալու, ոչ քեզ։ Այն մարդկանց, ովքեր ապրում են եւ հաշվառված են, սրա մասին էր խոսքս նախապատվության, սրա միակ լուծումը ոչ թե պիտի վարչական շրջանի ղեկավարը ձեզ վտարի, այլ փորձեք հաշտվել, երկուսով սեփականացնեք, այն ժամանակ, եթե այդ ձեր բնակարանը կարժենա թեկուզ $7000, արդեն կարող եք համաչափորեն բաժանել։ Ես եմ աշխատող եղել, ես եմ միջև 2007-ին ես եմ ինձ առանց ինձ հարցնելու գրանցել են։ Ապորինի 2 հատ օրդեր է հասնում։ Ինչը կա այսօր, Տիկին Ջուլիա, սեփականացվի, որոշեք, բաժանեք, արդեն 3000-ը կլինի։ Օտար անձը սեփականացնի։ Այդպես օրենքը հանի, հələ ցույց տուր մեզ։ Այդպես օրենքա 2 օտար անձ սեփականացնի Տիկին Ջուլիա դա։ Ինձ եք դիմում, հա։ Ես Երևի մտածում եք օրենքից չենք հասկանում ոչ մի բան։ 2 օտար անձանց սեփականության թույլտվություն կա մեր օրենսգրքում, ցույց տվեք այդ սեփականատեր եք Տիկին Ջուլիա, որ դուք այդքան միտումով հղում եք անում։ Իսկ դուք ինձ ցույց տվեք ձեր վկայականը։ Ես սեփականատեր եմ, բայց վկայական չունեմ, բայց բոլորը պնդում են, որ սեփականատերը ես եմ, ինքն էլ տարիներ շարունակ ապրել է, ինքն էլ իրավունքներ։ Այդ ովքեր որ պնդում են գնացեք նրանցից է խորհրդատվություն ստացեք, հարգելիս։ Ես խնդրում եմ ձեզանից, իմ օրդերը որտեղ վերականգնեմ, օգնեք։ Ես եկել եմ արդարության ծարավեմ, իմ օրդերը կորել է, որտեղ վերականգնեմ իմ օրդերը։ Տիկին Ջուլիա, ձեզ արդեն մի քանի րոպե փորձում են բացատրել, որ օրդերը դա վաղուց արդեն սեփականության իրավունք չէ։ Եվ սեփականության վկայականը եւ օրդերը դրանից լիարժեք տարբերվող հասկացություններ են։ Իրար դեմ դուք զենք չունեք այսօրվա պայքարում։ Բայց ինքը 97 թվականին երբ որ աշխատել է 3-րդ մանկական հիվանդանոցում, ոնց է հայտնվել իմ սենյակում։ Ո՞վ է բերել հատկացրել, ով է գրանցել։ Խիչեք այդ գրանցողին ասում, ով է գրանցել իրան։ Ուրեմն ես գրեթե համոզված եմ, որ ներկա փորձագետներից եւ որևէ մեկը չի կարող այս մարդկանց օգնել, որովհետեւ իրենք առաջերտին չունեն լսելու եւ ընկալելու ունակություն, եւ եթե հիմա դահլիճից նկարանումից հետո դուրս եկան, նույն բանը շարունակվելու է երկար ժամանակ դեռ։ Ես ուղղակի կարող եմ մեկ խորհուրդ տալ, որ
որպեսզի մի օր իրար չմորթեք մեկդ մյուսիդ, ավելի լավ է ինչ որ միջնապատ լինի այդ տարածքում, որ դուք առանձին ապրեք։ 12 քառակուսում միջնապատ։ Թող լինի մի հատ այսքան բարակ միջնապատ, որ դուք առանձին ապրեք։ Դատարանում դատավոր ասլայտի բունը ոնց կարան կիսեն։ Դատարանելա չէ մտել գործը։ Ուրեմն ես կկազմակերպեմ, որ այդ բունը կիսեն իմ ծանոթները։ Լսեք, այդ ավելի լավ է իրան տարեք ձեր տունը պայեք։ Ինքը ունի տղա աղջիկ, թող գնա իր տունը ապրի։ 85 տարեկանը պետք է գա ջահելի կյանք ուտի։ Մի գողացեք իր կարտոֆիլը, դուք էլ իր վեդրոները մի ջարդեք, մինչև հասնեք ինչ որ մի բանի, այսքանը։ Անարդար երգիր է, էլի։ Նարե լսում եմ ձեզ։ Ես սենց էլ գիտեի, որ անարդար երգիր է։ Ես տենց էլ գիտեի։ Այ գրանցողին, ով է գրանցել 97-ից, թող բերեն։ Ձեր խնդիրը հիմնականում պետության դեմ է, անընդհատ ուզում եք որևէ մեկին անընդհատ ինչ-որ պետական մարմնի վիրավորեք ու սկաք, որևէ անօրինականություն չի եղել։ Օրդերը ու գրանցել է Ժաննա Իսկ դուք ունեք օրդեր։ Ունեք օրդեր, լավ։ Իմ օրդերը կորել է, քիչ եք վերականգնում, կորցրել է, բերել 3-ից 5 տարի է պահպանում։ 3-ից 5 տարի է պահպանում։ Հարգելիս, այս երկիրը այնքանով է երկիր, որ 20 տարի ձեր երկուսին հանդուրժել է։ Այդքանով երկիր է։ Ես շարունակելով այդ միտքը մի փոքր հակառակողությամբ օտենամ, ցանկացած պետություն պարտավոր է ցանկացած քաղաքացու հանդուրժել։ Ես իրավական առումով եմ ասում։ Ցանկացածի հանդեպ պարտավոր է ունենալ իրավաչափ վարկ։ Այս բaragայում կասկած իսկ չկա, որ բնականաբար մեղավորը միանշանակ պատկան մարմիններն են, ովքեր երկուսի խցկել են, ինչպես նոր արտահայտվեցիք մեկ խոցը։ Դոկտան իրեն տունը բայ, որ իմանա ինչ բան է։ 12 քառակուսու մետր իրար է։ Մի անգամից ակներև է, որ ձեզ մոտ եւս այդ խնդիրը կա։ Եթե ինձ ինչ որ մեկի հետ 12 չէ, 44 քառակուսու մետրի մեջ մտցնեին 2 օր, ես երրորդ օրը նրան կխեղդեի։ Կարող եք դեռ չգործած իմ հանցագործության համար ինձ ձերբակալել։ Կարող եք նարեին տանել ձեզ օգնություն։ Անկամ ամենամոտ մարդիկ են իրար հետ ցանկացած գույքային նյութական խնդիրներ ունենում, որոնք որ բացարձակ արունակից են եւ այլն, ինչ խոսք բացարձակ տարիքային, այլ ազգային մշակութային այլ արժեքներ ունեցող մարդկանց մեջ։ Եվ միանշանակ այս խնդիրը կարելի է լուծել միայն իրավական դաշտում եւ 1 րոպե շուտ հանուն մեր հասարակության անվտանգության ձեզ իրարից բաժանել։ Ես մեկ ճշտում անեմ, հա, պարոն Մուրադյան, որպեսզի տպավորություն չլինի, թե ես պետության հանդուրժելը նկատի ունեմ մարդկային տեսակետից, ոչ, բնականաբար, յուրաքանչյուր, ոնց ասեմ, դասական մոտեցում, որը որ պետք է լիներ պետության մոդելը, դա հաջորդ իսկ օրը անբարեխիղճ վարձակալին վտարել տարածքից, որը 20 տարի շարունակ այս ձեր իրոնիկ ձևով ասած պետությունը ձեր հանդեպ չի կատարել։ Դրա համար պետք է շնորհակալ լինել կամ գոնե լռել։ Իսկ ամենաուրախալի փաստը այսօր, որ իմ համար գոնե արձանագրեցի, որ պրոբլեմը ազգություն չի ճանաչում։ Այստեղ միշտ սովորենք, որ հայերով գալիս ու մեկ-մեկ որ ինձ տեսնում են, ասում են, լավ, այս մեր հայերը ինչ են անում։ Տեսեք, որ հայն ու ռուսն էլ են նույն բանը անում։ Այդ պրոբլեմը ազգինը չի, պրոբլեմը մարդկային է ընդամենը։ Ազգությունը կապ ունի։ Ես կցանկանայի մի փոքր այդ գլոբալ մոտեցումը ընդհանրացնել։ Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին վիրավորած լինեմ, բայց հարգելի իքական սեռի ներկայացուցիչ, այդ տեսեք ինչա տեղի ունենում եւ որ կնոջ կողքին տղամարդ չի լինում։ Դուք մեզ մի սադրեք, այսօր տեղը չէ, պարոն։ Ավելի լավ է պետությունը այդ տունը ծախի, քան երկուսին թողնի իրար հետ։ Հա, ճիշտ է։ Շատ լավ։ Ես անպայման պետությանը խորհուրդ կտամ։ Լամպերը տվել է ինձ, պետությանը չի։ Ավելի լավ ատեցանի, քան մարդասպանություն։ Մինչև 2000 տուն բերում ավրետ։ Հա դե տղե մի օր կարող է գայից գիշերը սպանի գնա, որ տունը մնա իր։ Ստացրել, բերելա դուրսը կայնացրել, բերելա ծեծելա տվել էս աղջկան։ Հարևանը, եթե չլներ, դուք էլ այնպես խեղճ էիք, որ ոչ մի բան չարեցիք, վա, չեղավ ոչ մի բան։ Ոստիկանները բան։ Ոստիկանները եկան մեզ տարան բաժին արձանագրություն։ Ձեզ ծեծեցին, ձեզ տարան բաժին։ Գնա գիշերը
ուրիշ տեղ Նրա հարևանների տունը քնի, իր մոտ մի քնի։ Ես հասկանում եմ, որ դուք երկար մանրամասներ դեռ կարող եք ունենալ, ինձ հետաքրքիր թե հայ ու ռուս ազգությամբ տղամարդիկ ձեր խոսքը շարունակելով Արկադի, ինչ իրավիճակում կլինեին, դժվար թե իրար դույլեր ջարդեին եւ կարտոֆիլ գողանային։ Դե օրինակ տղամարդկանց մոտ այդ ազգային խտրականությունը չկա ինձ թվում է։ Գոնե հարցը լուծում։ Երբեք մի ասա, երբեք։ Համենայն դեպս, որ ձեր հարցը սուր է ու ձեզ իրարից ազատել է պետք, դա միանշանակ է։ Հուսով եմ ձեր վարչական շրջանն այսօր երեկոն անցկացնում էր հեռուստացույցի մոտ եւ տեսավ այն ամենն, ինչ կատարվում է հանրակացարանին ձեր փոքրիկ 12 քառակուսիների ներսում։ Հուսամ հաջորդ անգամ Տիկին Լյուդմիլա հայերեն կշփվենք։ Շնորհակալություն բոլորին ուշադրության համար։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Այսօր այսքանը ցտեսություն։